Հայկական ֆուտբոլային թիմեր կան ոչ միայն Հայաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լիբանանում, Իրանում հայկական թիմերը մեծ հաջողությունների են հասել, իսկ Ֆրանսիայում Ֆիլիպ Ղազարյան, գործարար, սպորտային մենեջեր, Մարսելի Ուգա Արծիվ ֆուտբոլային ակումբի համանախագահ։ Ֆիլիպ, պատմեք ձեր նախնիների մասին, որտեղից են Ֆրանսիա տեղափոխվել։ Իմ ընտանիքս Խարպեցի է։ Ցեղասպանությունից հետո եկած են։ Այո, ինչպես շատերը Դամաս եւ Օստեր եկան։ 18-ին կարծեմ։ Ինչով էին այստեղ զբաղվում, երբ հաստատվեցին։ Մեզ հայրս նկար գարներ։ Լուսանկարիչ, հա։ Հին մակինա գար, այսպես Մարսել եւ ուրիշ տեղ, ուրիշ քյուր սյուդուեստ գսենք Ֆրանսա։ Իսկ սպորտով զբաղվել են ընտանիքում, կային մարդիկ, ով սպորտում առաջադիմել էին։ Հայրս այո, քրոջս բայց մենց հայրս ոչ։ Իսկ հայրիկը ինչով էր զբաղվում, ֆուտբոլով։ Ու քիչ ֆուտբոլ։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ոչ, ամատոր։ Այսինքն մանկությունից դուք էլ եք ընդհանրում եմ, հա, ֆուտբոլով հենց տարված եղել։ Ես ընկերներիս հետ օստեղ խաղցանք։ Հարձակվող էիք թե պաշտպան։ Հարձակվող։ Գոլեադոր։ Ֆիլիպ Ղազարյանը նախկին ֆուտբոլիստ է, 80-ական թվականներին խաղում էր իբրև հարձակվող հենց այն թիմում, որի ղեկավար դարձավ տարիներ անց։ Թեև նրան լավ ֆուտբոլային ապագա էին կանխատեսում, ֆինանսական կրթություն ստանալուց հետո սկսեց զարգացնել կարիերան բանկային ոլորտում։ Պաշտոններ է զբաղեցրել ֆրանսիական BTP բանկում, եղել է BTP Capital Investment ընկերության խորհրդի անդամ, անշարժ գույքի կառավարումով զբաղվող Lefilde Emma ընկերության համահիմնադիրն է։ 24 տարի առաջ ընտրվել էր Ուգա Արծիվ սպորտային ակումբի նախագահ։ Իր առաջնորդությամբ ակումբի ֆուտբոլային թիմը բազմաթիվ նվաճումներ է ունեցել։ Վերջին 4 տարին ղեկավարում է ակումբը համանախագահի դերում, կիսելով պարտականությունները մյուս համանախագահ Ալեն Քասքասյանի հետ։ Պատմեք ակումբի մասին, երբ է հիմնադրվել, ովքեր են հիմնադիրները։ Ինչպես շատ միությունները դուն ակումբ պետք ունին 1983-ին մինակ նվիրատվությունով արինք ասդեղը շնեցին վերջը եւ ամեն տարի քիչ մոքորց պետք է որբեսի լավ բայենք մեր դունն է ոստեղ ովքեր էին հիմնադրել ակումբը ֆրանսերեն պետք է շարունակեմ il y avait 4 fondateurs. Ունենք 4 հիմնադիր, Հոմենեթմեն հայկական մարզական ակումբը այդ ժամանակ արդեն գոյություն ուներ Թուրքիայում, այն 1918 թվականից է գործում։ Մեր մասնաճյուղը Հոմենեթմեն Մարսելը ստեղծվել էր 1924 թվականին։ Հոմենեթմենի 4 հիմնադիրներն էլ ցեղասպանությունից հրաշքով փրկված հայեր են եղել։ Ապրում էին Մարսելի հայ փախստականների թաղամասերում, Բոմոնում, Սեն Լուիում, Բուլվարոդոյում, Լակաբյուսելում։ Այժմ զարմանալի է թվում այն, որ ողբերգությունից հաշված տարիներ անց այդ մարդիկ կարողացել են եկեղեցիներ կառուցել ու սպորտային ակումբներ հիմնել։ Եթե սկզբում այդ հայերի գերնպատակը պարզապես ողջ մնալն էր, ապա արդեն 20-ական թվականներին նրանք սկսեցին մտածել արարելու մասին։ Դա բնորոշ է հայերին։ Ուգա հայկական մարզական ակումբը հիմնադրվել էր Մարսելում 1924 թվականին ցեղասպանությունից փրկված առաջին հայ վերաբնակիչների կողմից։ Այն հանդիսանում էր հայ մարզական ընդհանուր միության Հոմենթմենի տեղի կառույց։ Սկզբում տարբեր մարզաձևերի բաժանմունքներ ունեցող բազմապրոֆիլ ակումբ էր։ Հիմա գործում են միայն ֆուտբոլի ու բասկետբոլի բաժինները։ Հիմնական ֆուտբոլային թիմից բացի ակումբում կան նաև մանկական, պատանեկան, ինչպես նաև կանանց թիմեր։ 1964-ին Ուգան միավորվեց Արծիվ հայկական ակումբի հետ ու սկսեց կոչվել Ուգա Արծիվ։ Տասնամյակներ շարունակ Ուգա Արծիվը կարևոր տեղ է զբաղեցնում Պրովանսի ֆուտբոլային կյանքում։ Ժամանակին Ուգա Արծիվ ֆուտբոլային թիմը դասվել էր Մարսելի 4 լավագույն թիմերի շարքին։ Ակումբի ղեկավարությունը հատուկ անում է այնպես, որ թիմի կորիզը մնա հայկական։ Մինչ օրս էլ խաղացողների 50%-ը պարտադիր հայեր են։
Ֆուգա արծիվը մրցակիցներին ընդունում է Մարսելի Սևան կոչվող մարզադաշտում, ուր մինչև 5000 երկրպագու է հավաքվում։ Թիմի հանդերձանքի ավանդական գույները կրկնում են հայոց եռագույնը՝ կարմիր շապիկ, կապույտ վարտիք, նարնջագույն գուլպա։ Ակումբը Ֆրանսիայի հայ համայնքի կարևորագույն կառույցներից մեկը հանդիսանալով սպորտային միջոցառումներից բացի մասնակցում է նաև ազգանպաստ տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Գիտեմ, երկու հայկական թիմեր միացան եւ ստեղծվեց այն թիմը, որը հիմա կա, հա։ Այո, 1964-ին հայերեն բառ չեմ գիտեր, բայց ֆյուզիոն գար։ Մեկ կողմը Արզիվ գար, մեկ կողմը Հոմենետմեն, Union Générale Arménienne։ Իսկ ինչու միացան։ Երկու խումբ գար, պետք է հայերը միանան։ Եվ ավելի մեծ արդյունքների արդյունքում հասան հայերը ֆուտբոլում։ Այո, 5-րդ դիվիզիոն էինք։ Բարձրացանք, 3 անգամ բարձրացանք։ Երբ 1964 թվականին երկու թիմերը միաձուլվեցին, կարողացան ձեռքբերումների հասնել ֆուտբոլի աշխարհում եւ ամենակարևորը, միավորվելու շնորհիվ հայ համայնքում կտրուկ աճեց ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Այդ տարիներին Մարսելի գրեթե բոլոր հայ ընտանիքներում տղաները ֆուտբոլ էին խաղում։ Եվ մինչև հիմա հաջողվում է պահպանել այդ ակումբի հայկականությունը ոչ միայն անունով, այլ նաև բովանդակությամբ, հա, կեսը ֆուտբոլիստների հայեր են, մարզիչը հայ է, ճիշտ եմ հասկանում։ Ամենեն կարևորը մեզի համար իրական սպորտ, բայց միևնույն ժամանակին հայությունը, հայտատ։ Եթե հայտատը չկա, մենք ոս չենք։ Դե այնպես սպորտը կարող է նպաստել հայդատի խնդիրների լուծմանը։ Le sport non seulement c'est une valeur. Իհարկե սպորտը անչափ կարևոր է հայրենակիցներին համախմբելու եւ նրանց ճիշտ գաղափարների իրականացմանը ուղղորդելու։ Ինչպես ասում են, առողջ միտքը ապրում է առողջ մարմնում։ Մեր ակումբը նաեւ այդ խնդրին է ծառայել։ Տարիներ շարունակ հայերին միասին լինելու հնարավորություն է տրվել։ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո մեզ միացան շատ Բեյրութի հայեր։ Հետո եկան հայեր նաեւ Սիրիայից, Իրանից եւ Իրաքից։ Հետո Ադրբեջանից եկան փախստականներ։ Ակումբն ու եկեղեցին այն երկու վայրերն էին, ուր բոլոր այդ հայերը կարող էին համախմբվել ու լինել հարազատների շրջապատում։ Թուրքիայից են շատ հայեր մեզ միացել։ Նրանցից ոմանք այնտեղ Թուրքիայում ապրում էին իբրև թուրքեր, ու միայն այստեղ գալուց հետո իրենց մեջ արթնացավ հայ լինելու ձգտումը։ Մենք ընդունում ենք բոլորին ու օգնում ենք նրանց ինտեգրմանը։ Եվ սեփական մարզադաշտը ունի ակումբը, կարծեմ, հա։ Ալա ինչպես բարայեցավ 15 տարի առաջ քաղաքապետը եւ երկրորդ քաղաքապետը հարցուցին ինձի, մեզի, մեր խումբը 50 տարի գնե որ աստաշին վրա գխաղակ ամեն մարդ գտիդե ցեզի պետք է անուն դանք որբեսի hommage pour rendre hommage au club arménien. Արդեն 54 տարի այդ մարզադաշտում ենք խաղում։ Իրականում մենք դրա սեփականատերը չենք, քաղաքապետարանն է կառուցել մունիցիպալ սեփականությունը։ Բայց քանի որ մենք այդ դաշտում վաղուց արդեն խաղում ենք, հոգ ենք տանում, հետևում ենք, քաղաքապետը մի օր առաջարկեց։ Եթե ուզում եք, եկեք հայկական անուն տանք մարզադաշտին։ Ու այն հայկական ակումբի դաշտը կլինի։ Դա իր կողմից հարգանքի տուրք էր հայերի նկատմամբ։ Երկար մտածեցինք, թե ինչ անուն ընտրենք։ Տարբերակներ կային, բայց ի վերջո որոշեցինք անունը դնել Սևան։ Բոլորիս հայացքները Հայաստանի վրա են սևեռված, իսկ Սևանը Հայաստանի խոշորագույն լիճն է։ Մենք ուզում ենք, որ մեր դաշտը լինի Սևանի պես խաղաղ ու դրա վրա միշտ հայոց եռագույն ծածանվի։ Հայտարարքիր է ֆրանսիացիները, ովքեր գալիս են հայկական թիմում խաղալու, ինչն է իրենց գրավում, ինչու են հայկական թիմ գալիս խաղալու, կամ հայկական թիմում մարզվելու։ Comme je l'ai dit tout à l'heure, le plus important pour nous. Մեզ համար ամենակարևոր արժեքներն են հայ մնալու ձգտումը, ինքնությունը պահպանելու ցանկությունը, բայց մեզ համար կարևոր է նաև սպորտը որպես այդպիսին։ Այդտեղ հնարավոր է եւ մարզվել, եւ շփվել, եւ լավ ընկերներ ձեռք բերել։ Ընտանիքի պես է մեզ մոտ։ Մրցակցությունը բոլորովին չի խանգարում պահպանել համերաշխությունը։ Դա նկատում են ոչ միայն հայերը, այլ նաև այլազգիները։
Ֆրանսիացիները տեսնում են, որ արծիվ ակումբը ոչինչով չի զիջում մյուս ակումբներին, ու դրա հետ միաժամանակ այստեղ շատ լավ մարդկային մթնոլորտ է։ Դա է պատճառը, որ ֆրանսիացիները միանում են մեզ, հարստացնելով մեր ընտանիքը ու հարստանալով մեր ընտանիքի անդամը լինելու հնարավորությամբ։ Շատ հաճախ այն մարզիկները, ովքեր հայեր չեն, արդյունքում դառնում են մեր արժեքների ու գաղափարների ամենահետևողական դեսպանները։ Սա իսկապես կարևոր է, քանի որ իմ կարծիքով, երբ հայլազգիներն են խոսում հայոց ցեղասպանության մասին, Արցախում իրականացված էթնիկ զտման մասին, հնչած խոսքի ազդեցությունը շատ ավելի մեծ է դառնում։ Նաև մեր ջանքերի շնորհիվ այդ թեմաների մասին խոսում են մեր օտարազգի բարեկամները, ֆրանսիացիները, բելգիացիները, գերմանացիները, հոլանդացիները։ Այսպիսով մեր ակումբը միայն սպորտի մասին չէ, այն իր մեջ կրում է նաև շատ արժեքներ, որոնք հոգեհարազատ են թե հայերին, թե այլազգիներին։ Եղել են ֆուտբոլիստներ, ովքեր սկսել են ձեր ակումբում եւ հասել են համազգային նշանակության մասշտաբի ինչ-որ ձեռքբերումների։ Այո, եղել են հայեր, ովքեր սկսել են հայկական ակումբներում։ Օրինակ Յուրի Ջորկաևը, նա UGA Designs հայկական ակումբի անդամ է եղել։ Տարիներ անց 1998-ին նա աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Այդ թիմում խաղում էր նաև Հալեն Բոգոսյանը։ Ֆրանսահայերից շատերն են ֆուտբոլում մեծ ձեռքբերումների հասել։ Դուք նրանց անունները ինձանից լավ գիտեք։ Առաջին հայը, ով հաջողության էր հասել ֆրանսիական ֆուտբոլում, դարպասապահ Արմենակ Երևանյանն էր։ Կատարելով առաջին քայլերը հայկական արծիվ թիմում, 1933-ին նա միացավ Մարսելի Օլիմպիկ ակումբին, որի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն ու երկրի գավաթակիր։ 20-րդ դարի ֆուտբոլի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով է գրել մեր հայրենակից Յուրի Ջորկաևը։ Ֆրանսիայի ազգային հավաքականին 1998-ին նա օգնել էր աշխարհի, իսկ 2000-ին Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Աշխարհի չեմպիոն է եղել նաև Ալեն Բոգոսյանը, Մարսելում կարիերան սկսած կիսապաշտպանը իտալական Նապոլիի կազմում դարձել էր նաև UEFA-ի գավաթակիր։ Եղել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի տեղակալ։ Էրիկ Ասադուրյանը Ֆրանսիայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել։ Այնուհետ լավ է իրեն դրսևորել Տուլուզի, Լիոնի ու Լիլի թիմերում։ Խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում։ Ֆրեդերիկ Թաթարյանը Օլիմպիկի կազմում 2 անգամ Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսի է արժանացել, իսկ Նիցայի կիսապաշտպանի դերում նվաճել է երկրի գավաթը։ Պասկալ Բեդրոսյանը նույնպես մարսելցի է ու նույնպես երկրի գավաթակիր։ Նա խաղացել էր Կաննում ու հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։ Միշել Տեր-Զաքարյանը Նանտում է սկսել։ Այդ թիմի կազմում Ֆրանսիայի առաջնությունում արծաթ է նվաճել։ Հայաստանի ազգային հավաքականում 3 խաղ է անցկացրել։ Հայերը շարունակում են պատիվ բերել ֆրանսիական ֆուտբոլին։ Ֆիլիպ, անցած տարի ակումբի 100-ամյակն էր, ինչպես նշեցիք։ Ակումբի աշխատակազմի հետ հյուրընկալել էինք աշխարհի տարբեր ծայրերից եկած հյուրերի։ Մարդիկ էին եկել Թուրքիայի, Իսրայելի, Լիբանանի, Հոլանդիայի, Բելգիայի և Գերմանիայի հայկական ակումբներից։ Ֆուտբոլին կերական մրցաշար էինք անցկացրել։ Ակումբի պատմությունը ներկայացնող ֆոտոցուցահանդես էինք կազմակերպել, տարբեր տեսակի անակնկալներ էինք պատրաստել։ Այդ օրվա տպավորությունները մեզ հետ կմնան միշտ, քանի որ այդ օրը հարգանքի տուրք էինք մատուցում մեր պատմությանը, մեր նախնիներին, մեր ավանդույթներին։ Ֆիլիպ, իսկ թիմը հայաստանյան ֆուտբոլային թիմերի հետ ընկերական հանդիպումներ ունենում է։ Այո, խաղացել ենք տարբեր թիմերի հետ, բայց ցավոք չենք կարող դա անել ավելի հաճախ։ Մի քանի տարի առաջ հրավիրել էինք Երևանի Արարատի երիտասարդներին։ Ապագայում մեր գլխավոր նպատակներից մեկն է հայ ակումբների հետ մտերմանալն ու նրանց հետ ընկերական խաղեր անցկացնելը։ Ցանկանում ենք օգնել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, նպաստել հայ ֆուտբոլիստների հմտությանը։ Փորձի փոխանակումը հաստատ օգտակար կլինի։ Հայաստանի հետ համագործակցությունը մեզ համար առաջնային է։ Ֆիլիպ, դուք ինքներդ խաղացել եք այս հայկական թիմում, տարիներ անց որոշեցիք, որ ինչ-որ պատասխանատվություն ունեք ակումբի եւ թիմի նկատմամբ եւ վերադարձակ արդեն այս թիմի ղեկավարի դերում, հա, այ ինչպես կայացավ ձեր վերադարձը։
J'ai été joueur pendant très longtemps. Վաղուց արդեն ինքս ֆուտբոլ չեմ խաղում, սակայն հաճույքով եմ հիշում այն տարիները, երբ ինքս էի խաղադաշտ դուրս գալիս մեր ակումբի ֆուտբոլային թիմի կազմում։ Մեր թիմում է խաղացել նաև Ալեն Կասկասյանը, ով հիմա ինձ հետ միասին ակումբի համանախագահն է։ Մեզ համար շատ կարևոր էր շարունակել մեր նախնիների աշխատանքը եւ պահպանել նրանց հիմնած ավանդույթները։ Դա մեր պարտքն է։ Հեշտ չէ համատեղել այս առաքելությունը հիմնական աշխատանքի հետ։ Ստիպված ենք ընտանիքից խլել այն ժամանակը, որը հատկացնում ենք ակումբի կառավարման գործին։ Բայց ես հավատում եմ, որ սա մեր պարտականությունն ու առաքելությունն է։ Ալենի հետ միասին ամեն անհրաժեշտը կանենք, որ բարձր պահենք արծիվի պատիվը։ Ու կարևոր է ընդգծել, որ զարգացնելով ակումբը մենք ոչ միայն հայ համայնքի, այլ նաև Ֆրանսիայի համար կարևոր գործ ենք անում, քանի որ նպաստում ենք առողջ ապրելակերպին ու սպորտի քարոզին։ Այստեղ մենք եւ հայ ենք, եւ ֆրանսիացի։ Այս երկիրը բոլորին հնարավորություն է տալիս ունենալու երկու ինքնություն։ Հետևաբար բոլորս 100%-անոց ֆրանսիացի ենք ու 100%-անոց հայ։ Ենթադրում եմ սեփական ակումբ ունենալը էժան հաճույք չէ, հա, մարզիչներին է պետք վճարել, մենեջերներին, մարզադաշտ պահել, ինչպես է այդ ֆինանսավորման հարցը լուծվում, հովանավորների շնորհիվ։ C'est très difficile, c'est une tâche très difficile. Ֆինանսավորում գտնելը իսկապես շատ դժվար է։ Մեր նախկին համանախագահի Ռոջեր Դերմեսրոպյանի հետ այդ ուղղությամբ շատ ենք աշխատել։ Ցավոք նա 4 տարի առաջ մահացավ։ Փող գտնելը դժվար է, քանի որ կոմերցիոն ֆինանսավորում չենք ցանկանում։ Մեր նպատակն է, որ ակումբը մնա համայնքային, այլ ոչ թե պրոֆեսիոնալ։ Հետևաբար միայն նվիրատվությունների հույսին ենք։ Ու ասեմ, որ նվիրատվություններ անողների թվում կան նաև ազգությամբ ոչ հայեր։ Շատերն էլ որպես կամավոր են աշխատում ակումբում, համարելով, որ դա կարևոր է հայ համայնքի համար։ Շատ շնորհակալ եմ բոլոր կամավորներին, ովքեր մեզ օգնում են։ Այ օրինակ Բենոն, Արմենուհին, Ալենը։ Ֆիլիպ, ձեր մասնակցությունը այս գործին զուտ կամավորական է, դրանից բացի բնական է դուք ունեք մասնագիտություն, աշխատանք, ինչով կզբաղվեք։ Je travaille sur les marchés financiers. Արդեն 40 տարի աշխատում եմ ֆինանսական մի կազմակերպությունում, բորսային ոլորտում։ Մեր ակումբի մյուս համանախագահ Ալենը ունի մի քանի ընկերություն, որոնք զբաղվում են ագրոպարենային արդյունաբերությամբ։ Հնարավոր է մի օր նա մասնաճյուղ բացի Հայաստանում։ Երկուսից միավորում է սպորտի հանդեպ սերը ու հայ համայնքի առջև ունեցած պատասխանատվությունը։ Դե երկուսդ էլ զբաղված մարդիկ եք, բայց բարեբախտաբար կարողանում եք ժամանակ գտնել ձեր այդ սիրած գործին նվիրելու համար եւ հուսով եմ, որ նաեւ ձեր ջանքերի շնորհիվ ի վերջո Ֆրանսիայի հայ համայնքը կունենա նոր Յուրի Ջորկաևներ եւ նոր Ալեն Բոգոսյաններ։ Շնորհակալ եմ։ Yes, շնորհակալություն։ Ֆիլիպ, մի ավանդական նվեր ունեմ, այս անամոր կոչվող հրաշալի գինին Մանուկյան ընկերությունը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, դրանցից մեկը ձերն է եւ ձեր ֆուտբոլային թիմի հաջորդ հաղթանակ այս գինով նշեք։ Շատ շնորհակալություն։